Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 ժամի YouTube-յան էջում ուրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ Modus Vivendi կենտրոնի ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանին։ Ողջույն ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Իշխող վարչախմբի վերջին կուսակցական համագումարը, որին բոլորս հետևեցինք, պարզվում է իրենց վարկածով ավելի բարձրարժեք մի փաստաթուղթ է հեղինակել, քան մեր անկախության հռչակագիրն է։ Այնինչ իրենք գրել են այդ տխմարաբանությունները, դարձյալ անունը դրել են հռչակագիր։ Բայց որ այդ հռչակագիր կոչեցյալը կարդում ես, տրամագծորեն հակառակ պնդումներ են, քան կան մեր անկախության հռչակագրի 12 դրույթներում։ Ակնհայտ է, որ մեզ բոլորիս համար անկախության հռչակագիրն է բացարձակ արժեք եւ այնտեղ ներկայացված 12 կետերը կամ սկզբունքները։ Բայց իրենք հակառակ կանխավարկածից են ելնում, պարոն Պապյան, սկսած մեր պետականությունների թվագրումից, որը մերժելի է իդեպ պատմաբանների մեծամասնության կողմից։ Երրորդ հանրապետություն արտահայտությունն էլ է մերժելի, Հայաստանի Հանրապետությունը մեկն է։ Բայց ըստ ձեզ, հատկապես նախընտրական այս շրջափուլում, ինչ են իրենք անելու, ինչպիսի հովանավորություն են ստանալու աշխարհակաղակական կենտրոնների եւ մեր թշնամիների կողմից, որպեսզի այս դավադիր հռչակագրի դրույթները փորձեն կյանքի կոչել։ Նախ ես ուզում եմ նշել, որ ցանկացած փաստաթղթի կարևորությունը որոշվում է այն կարգավիճակով, որն ունի այդ փաստաթուղթը։ Անկախության հռչակագիրը դա պետության բարձրագույն մարմնի օրենսդիր մարմնի կողմից ընդունված հռչակագիր է։ Այս փաստաթուղթը սա կուսակցական փաստաթուղթ է, ընդամենը, անկախ նրանից կուսակցությունը իշխող է, ղեկավարող է եւ այլն։ Հետեւաբար սա իր կարգավիճակով շատ ավելի ցածր է։ Հիմա անդրադառնանք բովանդակային մասին։ Ինչու են սա անում։ Ես կարծում եմ սա լինելու է իրենց գաղափարախոսական հենքը եւ հիմքը, որի վրա իրենք կառուցելու են իրենց ամբողջ նախընտրական պայքարը եւ փուլը։ Դա այդ ամբողջը գնում է այսպես կոչված 4-րդ հանրապետության, իրական Հայաստանի եւ նման բաների շուրջը, որ նշանակում է իրենք փորձում են ցույց տալ, որ իբր թե այն օրինակի համար սահմանները, որը անօրինական ձևով ձևավորվել է, ձևակերպվել է, դրանք են միակ իրական Հայաստանի սահմանները եւ այլն։ Եվ այստեղ շատ վտանգավոր բաներ կա։ Օրինակ, բառացիորեն 3 Ալիևը մակում իր ելույթի ժամանակ հստակորեն էլի Հայաստանին մեղադրեց ագրեսիայի, օկուպացիայի եւ այս ամբողջ բաների մեջ։ Եվ մենք գիտենք, որ սա զուգորդված հենց այս կոչված իրական Հայաստանի հետ հիմքը հանդիսանալու եւ արդեն հանդիսացել է Հայաստանի դեմ տարբեր դատական հայցերի եւ այդ ամբողջը կա։ Անկախ նրանից, թե օգոստոս 8-ին Վաշինգտոնում ինչ ստորագրեցին, իբր պիտի կամ այդ նախաստորագրեցին կետերից մեկը, պիտի հետ կանգնեն, հետ կանչեն փոխադարձ հայցերը, մինչ այդ Ալիևը հասնելու է նրան, որ այդ դատարաններում արդեն դատավճիռները ընդունված լինեն։ Այսինքն դատավճիռ կա, դեռ դու հետ չես կարող կանչես, դու կարող ես հետ կանչես այն ինչ որ այդտեղ է։ Մեր կողմից ոչինչ չի արվում։ Այսինքն իշխանությունները գնում են ընտրությունների համար իրեն գաղափարախոսական հիմք են պատրաստում եւ չգիտես ինչի իրենց կուսակցական դիրքորոշումը, որը իդեպ ասեմ ընտրություններից առաջ իրենք նման դիրքորոշմամբ չեն 21 թվականի ընտրությունների գնացել, սա համարում են որպես Հայաստանի ոնց ասած դիրքորոշում։ Դուք հիշատակեցիք Ալիևի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, դրան զուգահեռ, դրանից ժամեր կամ օրեր առաջ, այս վարչախմբի պարագլուխն էլ բառացիորեն նույն տեքստերն էր հնչեցրել։ Մատենադարանում հրավիրված այսպես կոչված ժողովրդավարության հայկական ֆորումում ու նաև իր Facebook-յան մի քանի լկտի եւ ցինիկ գրառումներով։ Վարչախմբի պարագլուխը հանդգնում է գրելու առաջին նախագահին ուղղելով մեղադրանքի սլակները, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին իշխանություններին ակնարկելով, թե ով էր ձեզ իրավունք տվել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս, նույնիսկ մի կողմ թողնենք, որ չկա նման արտահայտություն միջազգայինորեն ճանաչված սահման կամ տարածք, 18 տարեկան զինծառայողների ուղարկելու։ Եվ պարոն Պապյան, անպատկերացնելի է ուղղակի, որ պետության ղեկավարը սեփական պետության դեմ նման դավադիր ցուցմունքներ տա։ Այստեղ դավադիր բառը ճիշտ բառ է, որովհետև այս արտահայտությունը հիմքը հանդիսանալու հարյուրավոր, եթե ոչ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ տարբեր հայցեր ներկայացնելու, որի մասին Ադրբեջանը երկարատև խոսել է, քայլեր է ձեռնարկել, բայց իրավական հիմք է ստեղծվում այս ամբողջը։ Նշանակում է Հայաստանն ընդունում է, որ դա անօրինական է։ Հիմա այստեղ ուրիշ հարց է առաջանում։ 2018 թվականից իշխանության ղեկը Փաշինյանինն է եղել։
Եթե այդպես է, ինչու է ինքը զորակոչի ենթարկված անձանց ուղարկել, ասես Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ թվում սեփական որդուն։ Այդ թվում սեփական որդուն։ Ավելին ինքն էլ է գնացել, իր պաշտոնյաներն էլ են գնացել, կինն է գնացել, ուրիշ բաներ են խոսել։ Սա ուրեմն մեղմ ձևակերպումով եղել է ժամանակին պատեհապաշտություն, որտեղ մենք տեսնում ենք, ինքը մի օր սա է հարմար, այսպես է խոսում, բայց ավելի լուրջ ձևակերպումով սա թշնամու շահերը սպասարկել է նշանակում։ Կրկնում եմ, այս ամեն մի ելույթը, ամեն մի խոսքը դատարանում մեր դեմ է լինելու։ Դուք միանգամայն ճիշտ եք, ինչ անշկոտ միջազգայինորեն ճանաչված սահման։ Նման միջազգային իրավունքի մեջ նման հասկացություն չկա, դե մենք խոսում ենք իրավունքի, ոչ թե ուղղակի լրագրողական առօրյա խոսքի մասին, որովհետև սահմանը ճանաչվում է սահմանից պետությունների միջև կնքված համապատասխան փաստաթղթով։ Իսկ այդ փաստաթուղթը իր մեջ պիտի ունենա դելիմիտացիա, այսինքն սահմանի խոսքային նկարագրությունը, հետո դրանքից պիտի լինի քարտեզ, որը պիտի համապատասխանի այդ նկարագրությանը եւ տարբերությունների պարագային առաջնայինը դելիմիտացիան, այսինքն խոսքային նկարագրությունը եւ դրանից հետո պիտի լինի դեմարկացիա, այսինքն սյուների տեղադրում տեղանքում։ Այդ դա կլինի միջազգայինորեն ճանաչված սահման։ Հիմա հարց 1988 թվից առաջ կամ դրանից հետո որ միջազգային փաստաթղթով է դելիմիտացվել Հայաստան-Ադրբեջան սահմանը կամ առավելևս դեմարկացիա, դա եղել են վարչական բաժանարար գծեր նույն պետության ներսում Ադրբեջանի եւ Հայաստանի սոցիալիստական, որոնք բարբերաբար փոփոխվել են 20-ականներից սկսած։ Այո, որոնք բարբերաբար փոփոխվել են, որոնք միջազգային իրավունքի հետ բնավ կապ չունեն։ Այդ փոփոխներն էլ շատ հաճախ տեղի ունեցել պարզապես կամ գյուղսովետների մակարդակով կամ առավելագույնը դա տեղի ունեցել հանրապետական այն ժամանակ, եթե անդրֆեդերացիաներ, ասենք Թիֆլիսում էր կենտրոնում մինչև 36 թվականը նրա տեղական որ դա հողի բաժանում է եղել, այսինքն մեկին արոտավայր են տվել եւ այլն, բայց մարդ էս ամբողջով ստեղծում է դատարանում մեր դեմ գործելու։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի առաջերտինի եւ իր թիմակիցների այս բոլոր ելույթները ակնհայտորեն բանա հակահայաստանյան են եւ շատ դժվար է մեր ժողովուրդ խոսք ունի, չէ՞, ասում որ գողը տնից լնի եզի երթիկից կհանի։ Հիմա այս շատ դժվար է պայքարել, տեսեք, այսօր թույլ չեն տալիս անգամ պատմական ճշմարտություն խոսած պատմական առումով լիքը հալածան կա փակում են եւ այլն բանանում բայց նորից վերադառնամ Մակում Ալիևի ելույթին 15 րոպե ելույթից 8 րոպեն նվիրված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություն առաջին իսկ րոպեից բոլոր տեսակի սուտ ու կեղծիքով 65 մստիկ են քանդել ասում մենք պատերազմի ժամանակ հարգում էինք հումանիտար իրավունքը, իսկ հայերը թիրախավորում էին քաղաքացիական թիրախները եւ հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել այդտեղ։ Ասես 4000 անհետ կորած ադրբեջանցիներ եւ այլն։ Հիմա այդ 4000 ինքը պատահական չի ասում, որովհետեւ արդեն իսկ կան լուրեր, որ Ալիևը պահանջել է, որ քթեք այն նրանց, ովքեր մեղավոր են այդ 4000-ի կորստի կամ սպանության մեջ եւ առնվազն 200-ից 300 հոգյանոց ցուցակ ունի, որ սրանց պիտի պատասխանատվության ենթարկվի եւ պիտի Բաքվի բանտ ուղարկենք։ Ես ձեզ հիշեցնեմ, որ 30-ական թվականներին եղել են, այսինքն հայտնի գրող օրինակ Զապելի Էսանը, որ Փարիզից եկել էր, դասավանդում էր արևմտյան եվրոպական գրականություն, ի վերջո ուղարկվեց Բաքու եւ Բաքվի բանտում ծեծելով սպանվեց։ Հիշենք 21 թվականին, երբ որ Փետրվարյան ապստամբությունը եղավ, ով էր բանտում եւ հատուկ սպանեցին, ասենք նույն Համազասպին, ադրբեջանցի կամ թուրք մսագործին կացինը տվեցին, ի հաշվեհարդար նրանք ովքեր փորձ են արել դիմադրելու։ Բայց հավելենք, պարոն Պապյան, որ հայ բոլշևիկներն էլ այդտեղ իրենց առանձնակին օղկալիությամբ աչքի ընկան։ Դե ես հենց դա եմ ասում։ Այսինքն ադրբեջանցիների կողքին հայ բոլշևիկները գործեցին այնպես, ճիշտ այնպես, ինչպես այսօր այս հայ նեոբոլշևիկներն են փորձում։ Նեոբոլշևիկան քաղաքական, ես հենց դա եմ ասում, որ մենք մի այդ անգամ անցել ենք եւ այսօր որ այդ շրջանը, որ թվում է անհնար, չէ՞։ Ես ինչու այդ օրինակը բերեցի Զապելի Էսանի եւ այլոց
դրանց առաջ էլ հիշենք 18 թվականի հունվարին Սարդարաբադի հերոսներին աքսորելը Արիոլ կարծեմ Ռուսաստանի խորքերը եւ այլն, այսինքն եթե մի անգամ մեր հերոսներին նման ձևով ստորացրել եւ հանձնել են թշնամուն, ցավալի այս նեոբոլշևիկները, որ ամեն ինչում կրկնում են եւ անցել են շատ հարցերով իրենք անցել են, կարող է եւ կրկնվի մյուս հարցերը։ Ես մեկ էլ հիշում եմ Կավբյուրոյի անդամ Նազարեթյանին, որը դեմ էր Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու, նույն կերպ այնպես ինչպես Փաշինյանը հիմա հիմնավորում է, որ Արցախը ոչ միայն հայկական չէ, այլև երբևէ չի եղել իբր 91 թվականից սկսած մշտապես եղել է ադրբեջանական։ Այդ մասին շատ է խոսվել, բայց քանի որ դուք Ալիևի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ելույթը վկայաբերեցիք, ես ուզում եմ հիշեցնել ուղիղ 3 տարի առաջ 22 թվականի սեպտեմբերին Ջերմուկյան պատերազմից 2 շաբաթ անց այս վարչախմբի պարագլխի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որտեղ նա, հիշում եք, բառացիորեն ասում է հետևյալը. այս բարձր ամբիոնից ես կոչ եմ անում Ալիևին ցույց տալ այն քարտեզը, որով նա ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը։ Դրան հաջորդած 3 տարիներին եւ ցայսօր Ալիևը այդպես էլ այդ քարտեզը ցույց չտվեց։ Սրանք հիմա մեծագույն, ստորագույն մոլորության մեջ են գցում բոլորին, ասելով թե իբր Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իբր 29743 մտածած ինքարակուսի կիլոմետրով, որևէ փաստաթղթի տակ թվական տվյալ չկա, որի տակ կլինի Ալիևի ստորագրությունը։ Մի հատ Գրանադայի թուղթը կար, Ալիևը չգնաց Գրանադա եւ չստորագրեց այդ փաստաթուղթը։ Այսինքն Ադրբեջանը նույնիսկ թուրք բոլշևիկյան սահմանի հետ համաձայն չէ եւ Ալիևը ամբողջն է ուզում եւ հիմա է ուզում եւ դա ակնհայտ է։ Այո, դա ակնհայտ է, որովհետև այն բոլոր վկայակոչումները, որ ասում են, որ դե Ալիևը ասել է մի քանի այդպես ելույթների մեջ, որ տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ սկզբունք եւ այլն, դա վերագրում են այսպես ասած սովետական Հայաստանի սահմաններին։ Իսկ երբ որ մենք նայում ենք Ալիևի մյուս ելույթներին եւ այն քաղաքականությունը, իսկ այդ ամբողջան մեծ պիտի դիտարկվի։ Իրանք տարածքային ամբողջականություն ասելով, իրենք հասկանում են իրենց պատկերացած առաջի հանրապետության եւ Հայաստանի առաջի հանրապետության սահմանները։ Եւ դա իրենք ամենատարբեր պաշտոնական մակարդակներով այդ քարտեզը ցույց են տվել։ Դա Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մի մասի առնվազն այդ մասի անցումն է Ադրբեջանին։ Հիմա նույն Ալիևը, երբ որ հարցազրույց է տալիս Ալ Ջազիրային եւ ասում է, որ գիտեք, Զանգեզուրը բոլշևիկները տվել են Հայաստանին, դա ինչ է, եթե ոչ բարձրաձայն հայտարարել, որ Զանգեզուրը ադրբեջանական է։ Գոնե եղել է ադրբեջանական, այսօր էլ չկա որևէ հիմք ըստ իրե Հայաստան լինելու, ուրեմն դա նշանակում է հարմար պահին իրենք փորձելու են իրենցով անել այս ամբողջը եւ դա ակնհայտ է։ Ես ինչու ՄԱԿ-ին հիշեցրեցի, գիտեք, որովհետեւ ՄԱԿ-ը այնտեղն է, որ իլուր աշխարհի դու հայտարարում ես քո մտադրությունների մասին եւ այլն։ Եթե իսկապես Ալիևը օգոստոս 8-ից հետո հակված է խաղաղության, թեկուզև այս սովետական վարչական սահմաններով, նրա հռետորաբարությունը այդպես չպետք լինի։ Այսինքն նա չպետք է դնի իր ելույթի մեծ մասով Հայաստանին մեղադրի ստախոսություններ տարածի, օրինակ ինքը ասում է, որ եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձև, որ անվերապահորեն Հայաստանի իշխանություններից պահանջել է Հայաստանի զորքերի դուրսբերում Ադրբեջանից։ Նման բան չկա։ Նախ այնտեղ անվերապահովի հարց չկա, այնտեղ 3 նախապայման կա, որ Ադրբեջանը կատարեք։ Երկրորդը Հայաստանի զորքերի մասին այնտեղ խոսք չկա, այնտեղ կոչ է ուղղված Հայաստանի իշխանություններին բանեցնել իրենց ազդեցությունը, որպեսզի հայկական զորքերը դուրս բերվեն ոչ թե Ղարաբաղից, այն էլ այն շրջաններից, ասենք Աղդամ, Քարավաճառ եւ այլն, Լղիմից այդ կողքի շրջաններից։ Մարդը մի նախադասության մեջ 3 կեղսուտ ու կեղծիկ ասում։ Հիմա հարց. արդյոք հայկական կողմը պաշտոնական մակարդակով բացահայտելու այդ սուտը կեղծիկը, իհարկե ոչ։ Հետևաբար դա դառնում է ճշմարտություն, աշխարհը դա ընդունում է։ Ոչ միայն չեն բացահայտում այդ սուտն ու կեղծիկը, իդեպ հայկական կողմն էլ սրանց չարժե ասել։ Սրանք օկուպացիոն, կոլաբորացիոն վարչակարգ են։ Փաշինյանը ինքը, պարոն Պապյան, եթե հիշում եք, քանիցս վկայաբերել է հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ 4 բանաձևերը։ Այսինքն նույնիսկ Ալիևը հավանաբար նման հետևողականությամբ չէր խոսում այդ մասին, որքան Փաշինյանը վերջին փուլում
իբր Արցախը ժամանակին հանձնած լինելու կանխավարկածը ապացուցելու կամ հիմնավորելու համար սկսեց շարունակաբար վկայաբերել այն, թե իբր մենք աշխարհի հզորների դեմ չէինք կարող։ Եվ ահա 93 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նման բանաձևեր է թողարկել, հետո էլ հիշում եք, որ Բուդապեշտ, Լիսաբոն ամբողջը խառնում էր իրար ու եթե Փաշինյանին լսես 94-ից կամ 96-ից սկսած տարի չի եղել, որ ինքը չմեղադրի, թե հենց այդ տարում է իբր Արցախը հանձնվել Ադրբեջանին կամ բանակցությունները մտել են սխալ հում։ Նայեք, Փաշինյանը շատ լավ է ճանաչում ժողովրդին, հայ ժողովրդին եւ ընդհանրապես աշխարհի որևէ ժողովուրդ իր այսպես զանգվածային առումով չի խորանում փաստաթղթերի մեջ, չի կարդում։ Դա մենք կարող ենք, ոնց որ ասած, մեր գործն է, մասնագիտությունն է, համապատասխան կրթությունն են, որովհետեւ ամեն մարդ չի որ կարող է կարդա անգամ հասկանա այդ փաստաթուղթը։ Եթե լեզուն էլ հասկանում, ապա վերջո դա որոշակի պատրաստություն պիտի ունենաս նման տեքստը հասկանալու համար։ Ինքը ասում է, լավ իմանալու ժողովրդի մեծ մասը իրան հավատալու է, ինչ որ մի բան չի խորանալու։ Տեսեք, մենք ասացինք, որ նման բան չկա։ Նույնն էլ Ալիևն է մտածում, օրինակ, անգամ այդ նստածների մեծ մասը չի խորանալու։ Այդ սա է հարցը։ Եվ կարևոր էլ չի իր համար առանձնապես։ Իրենց համար կարևոր չի, հենց սա է, որ դու պիտի ասես, որ այդպես չի, նրա սա մեծ սա է ասած, որ քեզ էլ լսեն, մյուսին էլ լսեն եւ գոնե ամբողջովին չվստահեն Ալիևին, սենց ասեն, գոնե այդ կասկածն ունենան, բայց դու չես պատասխանում։ Նշանակում իրենք ընդունում են այդպես, այսպես է, լռությունը համաձայնության նշան է։ Հիմա տեսեք, այն մեղադրանքները, որ կար, Հայաստանի կողմից հումանիտար իրավունքի խախտումը 44-օրյա պատերազմի ժամանակ, որ լրիվ հակառակն են, դա շատ լուրջ մեղադրանք է մեր հասցեին, եւ դա մեր դեմ ահագին բաների է բերելու։ Ռազմական հանցագործի խարան է ուզում։ Ձեւ էլ ասել, ռազմական հանցագործ մարդը ձեւ օգտագործեց։ Այսինքն այդ բառերը իրեն դրան է տանում։ Հիմա իսկապես որևէ մեկը մտածում է, որ նման ելույթ ունեցող մարդը իսկապես գնում է խաղաղության։ Չի գնում խաղաղության, որովհետեւ 1000 անգամ ասվել է, նախաստորագրած փաստաթուղթը ոչինչ է։ Անկամ են, որ այդ 17 կետերների մեծ մասը պրոադրբեջանական են եւ առնվազն 4-5 ասում են երբեք չենք ստորագրել եւ այլն։ Բայց այդ որսի փաստաթուղթը դառնա իրավական փաստաթուղթ, այն պիտի ստորագրվի, այն պիտի սահմանադրական դատարանների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, որ չի ակասում օրենսդրությանը եւ վավերացվի խորհրդային կողմից։ Հա, այո, հավանության արժանա խորհրդային կողմից եւ նախագահի կողմից վավերացվի։ Դրանից հետո փաստաթուղթը կմտնի ուժի մեջ, բայց անգամ ուժի մեջ մտնելով այս փաստաթուղթը էլի երաշխիք չկա։ Ինչա Ալիևը քիչ է ստորագրել ու այսինքն ուժի մեջ մտած փաստաթղթեր եւ այլն, կամ նույն Թուրքիան։ Հիշենք Սիրիա-Թուրքիա հարաբերությունները Ասադի եւ Էրդողանի ընտանիքների համատեղ տոլմա ուտելը եւ լավ հարաբերությունները, գիտեք, այս իշխող կուսակցությունը մի հերթական նաեւ կեղծիք է տարածում այն բանով, որ եթե մենք ունենանք սերտ տնտեսական հարաբերություններ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ապա սա կկանխի պատերազմը։ Պատմություն իմացողի համար ավելի ծիծաղելի պնդում չկա։ Առաջին աշխարհամարտից առաջ որքան ինտեգրված էր Եվրոպան կամ նույնիսկ երկրորդ աշխարհամարտից առաջ։ Միշտ ինտեգրված են եղել ու երկրորդից առաջ գերմանա-սովետական առևտուրը աննախադեպ էր։ Կա չէ, մենք լսել ենք անգամ ֆիլմերի մեջ, որ սովետական նավերը գնացքները մնացին Ռեյխի տարածքում, որտեղ գնացել էին բանտան, այսինքն կասկած, ինչա, Սիրիայի Թուրքիայի մեջ առևտուրը թույլ էր, մի հատ նայեք։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ էր առևտրաշրջանառությունը։ Հա, այդ անհետ, չէ, նույն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 88 թվականին, այսինքն հարաբերությունները տնտեսական նույն երկրի ներսում, ինչա թույլ են, չէ։ Դա չի կանխել երբեք, չէ կարող եւ սա բանա կեղծիք է։ Իրենք չեն ուզում ասեն, որ հայ-թուրքական, իդեպ ասեն, որ հայ-թուրքական հարաբերություններին խոչընդոտող այսպես կոչված փակ սահմանը չի, որովհետեւ Թուրքիան 100 անգամ ավելի շատ ապրանք է ծախում Հայաստանում, քան մենք Թուրքիայում, Վրաստանի վրայով։ Հետեւաբար եթե մենք էլ ծախելու բան ունենայինք, մենք էլ կծախենք։ Ինչու է այս իշխանությունը շահագրգռված։ Հիմա հարց կառաջանա, չէ՞, որ դե եթե ոնց որ ասած սա չի նպաստելու առևտրի ծավալների մեծացմանը, չի նպաստելու, որովհետև հայկական շուկան
չունի այլևս այդ գնողունակությունը, որ ինքը ավելի շատ է, ասես եթե $300 միլիոն թուրքական ապրանք է առնում, ինքը չի կարող առնի $600 միլիոն։ Այդպես չի, որ օրինակ թուրքերը ավելի շատ բան կարող են ծախել, այստեղ չեն բերում, որովհետև իրենց համար վալիով գնալ Վրաստանով գալը պրոբլեմ չի։ Ուղղակի չկա գնողունակություն, նույնն էլ հակառակը, բայց ինչի է դա արվում, չեն ուզում դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շատ պարզ պատճառով, բացի այն, որ դա բերելու է ուրացության, հայոց ցեղասպանության, ճանաչել իրար փոխադարձաբար ճանաչել, հիմա ճանաչել որպես իրավական մարմին, այսինքն դատական գործունեություն եւ այլ կարած դիմես։ Հիմա X օլիգարխը Նիկոլ Փաշինյանի թվից այս ամբողջ $300 միլիոն առևտուրը առնվազն կեսը ինքն է վերցնելու։ Այսինքն սա արվում է միայն նրա համար, այն առևտուրը, որ այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջև տեղի ունենում մի քանի 100 մարդու, այսպես ասած ճամպրուկային փոքր բեռնափոխադրումները, որտեղ մարդիկ գնում են, կանխիկ վճարում են, առնում են, բերում են։ Կենտրոնացվելու է մի քանի անձանց։ Սա կենտրոնացվելու է 1-2 օլիգարխի ձեռքին, որոնք $10-20 միլիոն փոխանցելու են, միանգամից ստանալու են։ Այսօր դա չեն անում, որտեղ վախենում են, որտեղ եթե ոնց ասած թուրքական կողմը փողոցի լես իրանց գցի, իրանք չեն կարա դատարան դիմեն, որտեղ չկան հարաբերություններ փոխադարձ ճանաչում։ Իսկ եթե դա կա, իրենք կարան դիմեն գոնե թուրքական դատարան, կարան միջազգային արբիտրաժ դիմեն, միջազգային դատարան եւ այլ։ Սրա համար է արվում։ Այստեղ որ այնպես են ներկայացնում, որ հեսա Թուրքիայի սահմանը բացվեց, Հայաստանը ամբողջ աշխարհը նվաճելու է, տանելու է, վաճառելու է։ Ես հարց եմ տվել, 5 ապրանքի անուն տվեք, որ այսինքն սահմանը բացվելու պարագային կարած ծախեք Թուրքիան, Թուրքիայի վրայով ուրիշ երկիր։ Իրենք երբևէ հաշվարկ կատարել են օրինակի համար, որ միևնույն ամենաէժան Հայաստանից Եվրոպա տանելու ճանապարհը էլի մնալու է Հայաստանից Վրաստանով դեպի Փոթից նավով դեպի Կոստանցա, Վառնա եւ այլն։ Ցամաքային ճանապարհը դա շատ թանկ է, հատկապես երբ որ այնտեղ պետք է գնաս եւ Բոսֆորն անցնես, բան էլ չեմ ասում, այդ նույն բեռնատարները եւ այլն, ասեն, թվեր չեն ներկայացնում, որտեվ թվերը խիստ բան են, իրենց դեմ են։ Նույն էս թրիպ կոչեցյալը, որ ուրճացվում է, որ հիմա այս ճանապարհը բացվի, միլիոնավոր եւ միլիարդավոր, չգիտեմ, դոլարների բանա լինելու, ներդրումներ ա լինելու, օգուտ ա, ինչ թվերից են ասում։ Կա Բաքու Թիֆլիս Կարս երկաթուղին, որը գործում է, բայց 10-15% ընդհանրապես թողունակությամբ իդեպ։ Այո, հենց սա է։ Այսինքն եթե նույնիսկ դա չեն օգտագործում, ինչ թրիփ, պարզա չէ դա ում համար է կառուցվել եւ ով է օգտվելու դրանից։ Իհարկե, դա միայն Ադրբեջանի համար է, այդ հատվածը անցնելու համար։ Այսինքն որ ասում են, որ Միջին Ասիան կգա, միլիոններ կտան, նախ ասեմ ձեզ, Բաքու Թիֆլիս Կարսը 815 կիլոմետր է, Բաքու Մեղրի, Նախիջևան եւ Կարսը 863, ավելի երկար է, սա մեկ։ Հետևաբար ոչ մի ձեռնատու բան չկա այդ ամբողջի մեջ։ Մյուսը նա է, որ այնտեղ արդեն կայացած գիծ է, այո, դուք ասում եք 15%, իմ տվյալներով ավելի քիչ է, 7% է, 1.3 բան, բայց այդտեղ ուրիշ հարց է։ Վրաստանի տարածքով անցնում է 249 կիլոմետր։ 1 տոննա 1 կիլոմետր տրանզիտ վճարը 3.5 ցենտ է։ Եվ Վրաստանը մոտավորապես տարեկան մոտ $20 միլիոն փող է ստանում երկաթուղային տրանզիտից։ Ամենաշատը ինքը գազից է ստանում, բայց այդ գազն ու բանը մոռացեք, նավթը մեր վերավ չի անցնելու, որովհետև այն էլ բան չի։ Ասենք բեռնափոխադրում։ 5 անգամ, 6 անգամ այս միջանցքը անցուղին մեղրու կարճ է։ Այդ նշանակում է արդեն 5 անգամ ավելի քիչ։ Երբ որ մենք կամ 6 անգամ, այնտեղ 17-ը ինչքան է, բաժանում ենք, այնտեղ մի 2-3 միլիոն բան է լինում, այսինքն։ Եթե մենք ունենանք Վրաստանի չափ բեռնափոխադրումներ, իսկ հաստատ չենք ունենալու, երկու պատճառով չենք ունենալու։ Նախ կիսվելու է երկուսի միջև, որ Վրաստանը չի ցամաքելու, ի վերջո այնտեղով էլ առանց էլ ցամաքած է, էլ ուր ցամաքի ավելի։ Այսինքն այս բանը, մյուսը նա է, որ սա քանի որ կառավարել է կոնսորցիումը, միջազգային կոնսորցիումը, 40% արդեն կոնսորցիումն է գնալու։ Եվ այդ գովական փաստը, ասինքն ես մի մարդ եմ, որ մշտապես հանդես է եկել, հիմա էլ եմ հանդես գալիս Ամերիկայի հնարավորինս լայն ընդգրկման հարավային Կովկասությամբ ներկայությամբ, բայց սա խապկանք է, սա պատրանք է, որը բերելու է հակառակը հակաարևմտյան եւ հակաամերիկյան տրամադրությունների, որտեղ ժողովուրդը ի վերջո բացահայտելու է, որ այդ թրիպը ոչինչ Հայաստանին չի տալու, որտեղ չի տալիս, որտեղ տեսեք ինչ են, բայց
եւ ոնց ասած մեղքը այդ շարը գնալու արևմուտքի վրա։ Հիմա ասում են Եվրոմիությունը $236 միլիոն գրանտ է տալիս այդ թրիփը նորոգելու համար։ Տեսեք ինչ մեծ ներդրում է։ Մեզ ինչ դրանից։ Այդ 236 միլիոնը գնալու է, որ այդ ճանապարհն ու երկաթուղը նորոգվի, որ ադրբեջանցի գան։ Անխոչնդոտ, առանց հայկական մաքսային սահմանապատ ծառայությունների 30 դա եթե տար օրինակի համար, որ մենք նորոգենք, ենթադրամ կառուցենք Ֆիալետովը Վանաձոր 22 կիլոմետր ճանապարհը, եւ եթե Ադրբեջանը օգտագործեր Կազախ, Իջևան, Ֆիալետովը Վանաձոր Գյումրի-Կարս երկաթուղին, որը ամենակարճն է, դա 700 քանի կիլոմետր է 35 անում։ Այդ դեպքում հա, կասեն, գիտեք, այդ հատվածը կօգտագործի, գոնե մի 200 կիլոմետր գնում են, գոնե մի $20 միլիոն Հայաստանը տեղից փող կունենա։ Թեև 20 միլիոնը այս իշխանությունների համար փող չի, 100 միլիոններով բան են, պարգևավճար են։ $150 միլիոն նոր վարկ վերցրի ֆրանսիական զարգացման գործակալությունից։ Հա, հիմա ստացվում է այս ամբողջ, ինչ եմ այս թվերը բերում։ Այս ամբողջը ուռճացված է։ Ժողովրդին, որ այս ճանապարհը բացենք, այս կլինի, այն կլինի, միլիոններ կգան։ Տեսեք, Թուրքիան ու Ադրբեջանը անգամ այդ $20 միլիոն չեն ուզում, որ Հայաստանը ստանա։ Իրենք 2.4 միլիարդ վարկ վերցրեցին եւ հետո էլ առանձին $400 միլիոն 2.8 միլիարդ փող պետք է դնեն, որպեսզի կառուցեն Նախիջևան Իգդիր-Կարս զուգահեռ երկաթուղուն, որը պիտի գնա Երաս Գյումրուն։ Ինչու, որ անգամ այդ հատվածը չանցնի Հայաստանում, որ հանկարծ Հայաստանն էլ այդ 3.5 ցենտը ամեն տոննայից չստանա։ Դուք աշխարհագրական շատ կարևոր տեղեկանք տվիք, շնորհակալություն դրա համար։ Այն ինչ կատարվում է այս օրերին, պարոն Պապյան, Պարագլուխը Մոսկվայում էր, հանդիպեց Պուտինի հետ, գնաց Նյու Յորք, տեսնենք թե այնտեղում հետ կհանդիպի, բայց ընդհանուր առմամբ իմ տպավորությունը այն է, որ նա շատ ակտիվ նախընտրական պայմանավորվածություններ է ձեռք բերում բոլոր հնարավոր ուժային կենտրոնների հետ, ամենակարևոր երաշխավորությունները իր համար արևելքից եւ արևմուտքից անմիջական, այսինքն Թուրքիայից եւ Ադրբեջանից ունի։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ թուրքական փողը ներհոսելու Հայաստան ընտրություններին ընդառաջ, սև փող, այսպես ասած, որով նա կփորձի թոշակ բարձրացնել, նպաստներ բարձրացնել եւ այլն։ Թեև 7-7.5 տարում պետական պարտքը կրկնապատկել է, հատկապես ներքին պարտքի շատ բարձր ցուցանիշն է մտահոգիչ։ Բայց իմ տպավորությունը այն է, որ աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոնները, այս դեպքում նաև Ռուսաստանը եւ նախ եւ առաջ Ռուսաստանը, ոչ միայն խնդիր չեն տեսնում Փաշինյանի վերարտադրության մեջ, այլև հերթական անգամ ամեն ինչ անելու են, որ նոր ձևավորվող կամ ձևավորվելիք համաժողովրդական շարժման ընդվզման ալիքը, այնպես ինչպես եղավ 21 թվականին, տապալվի, Փաշինյանին տրվի երկրորդ կամ երրորդ նույնիսկ լեգիտիմության պատրանքը, քողը, որի տակ նա արդեն կազմալուծման կտանի Հայաստանի Հանրապետությունը։ Այնպես ինչպես 21-ին Արցախի դեօկուպացիայի կարգախոսի տակ Արցախը կազմալուծեց, ոչնչացրեց, նվիրաբերեց թշնամուն, նույնը հիմա պիտի անի 26 թվականին Հայաստանի 26 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության հետ։ Ցավոք սրտի ձեր նկարագրածը հիմքեր ունի նման եզրակացություն գալու համար եւ այլն, եւ Նիկոլ Փաշինյանը այո, արդեն վաղուց արդեն մի քանի ամիս է առնվազն ընտրապայքարի մեջ է, շատ բաներ որ անում։ Օրինակ 24 ամիս զինվորական ծառայությունը փոխել 18 ամիս, այդ ակնհայտորեն դա մի քանի տասնյակ եւ գուցե 100,000 ձայնն է, ինքը դա անում։ Մի կողմից նաեւ Ալիևի նախապայմանն է բավարարում։ Եվ դրսում եւ ներսում փորձում է բոնուս ստանալ։ Ինքը դա է անում, այսինքն բայց իր հիմնական թիրախային, ասենք, խումբը թիրախը, դա այսօր դուրսն է, որտեղ ինքը հասկանում է, որ ներսում ինքը ինչ էլ անի, անում է, խափում է ժողովրդին, ասում է խաղաղություն են բերել, այդ ամբողջը կանի, բայց միևնույնն է, արդեն ժողովուրդը շատ բան տեսել է, հասկանում է։ Դրա համար իր համար արտաքին աջակցությունը շատ կարևոր է։ Եվ այստեղ առաջին հերթին Ալիևն է։ Այն որ Ալիևը մինչև հաջորդ ընտրությունները չի արձակվի Հայաստանի վրա, դա ակնհայտ է, որ իրանք ասեն, ինչպես հիմա են ասում, տեսեք խաղաղությունն է, 17 ամիս է, որևէ, չգիտեմ, թե տարուկես սահմանի վրա հայ զինվոր չի զոհվել։ Հիմա խաղաղության իրենց չափանիշը դա է։ Այո, բայց հարց հետեւյալն է, դուք գիտեք, որ կես տարվա ընթացքում բանակում 17 հոգի, մենք 17 զոհ ունենք։ Հիմա Այնտեղ իհարկե ամեն ինչ գրվում է, որ մեկը ինքնասպան եղավ, մեկը զենքի անզգուշ օգտագործման եւ այլն, բան ոչ ոք չգիտի իրականությունը ինչ է եղել։ Այսինքն որովհետեւ հանգիստ կարելի է ցանկացած սպանություն գրել, որ զենքի անզգուշ, բայց դա մեծ թիվ է։ Դա ես հիշեցնեմ, որ 90-ական թվական եւ այդ թվերը կա, մենք 7-8 զոհեր ունեինք տարին,
Իսկ այս տարվա մեջ այդ զոհերի թիվը եւ այլն։ Ամեն դեպքում անգամ ինքնասպանությունը դա եւս հասցնել ինքնասպանություն, դա եւս անցագործություն է։ Բայց Ալիևը չի գնա մեծածավալի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ ծախելու բան ունենան, ասեն, տեսեք, խաղաղություն է։ Ավելին, այո, Ալիևը ամեն ինչ անելու է, որ Հայաստանի համար, այսինքն այսպես լավ լինի։ Դա ներդրումները ապահովելու եւ այլն։ Օրինակ ես վստահ չեմ, շատ փողեր, որ այդ նույն գալիս են տարբեր ֆոնդերից եւ այլն, դրա թիկունքում ինչ է, որտեղ ժամանակին մենք մի հետաքննություն արել ենք եւ գիտենք, որ ասենք երբ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը տարածաշրջանային գնասենյակը Ստամբուլում էր գտնվում կամ Կոստանդնուպոլսում ավելի ճիշտ, այսինքն շատ փողեր, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվան տակ էր, դրանք թուրքական ու ադրբեջանական փողեր էին։ Մարդիկ նվիրատվություն են անում, նույն Սոկարը, նույն Ալիևի հիմնադրամը փող է տալիս, նրանք էլ ինչ որ ծրագրեր են ֆինանսավորում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պարզվեց, որ ադրբեջանական ազդեցության գործակալ է։ Այո, այդ բուլղարացի կինը որ կար եւ այլ, եւ այնտեղ կա, մենք գիտենք ինչ պատգամավորներ եւ Եվրոխորհրդարան, այդ ամբողջը գիտենք եւ երբ որ դուք նայում եք այդ կաշառքների չափ, այսինքն սովորական կաշառ 2.5 միլիոն դոլար, դա սովորական թիվ է, այսինքն այնտեղ 10 եւ ավել միլիոն ստացողներ էլ կան։ Այսինքն իրենք հիմա բնականաբար ամեն ինչ ալերան են, որ Նիկոլ Փաշինյանը մնա, որտեվ երազանք է։ Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկն է իրանց, այն որ ինչ ասում են անում, այն որ ասում են, չէ, ասեք անենք, ասում անում, ասին։ Գիտեք ինչ է նշանակում բանակի կրճատելը։ Դա նշանակում է իրենք երկիրը կանգնացնում են մի վիճակի առաջ, որ վաղը ասեն, որ դե ստիպված պիտի իրենց ասածը անենք, որտեվ ճար չունենք։ Իհարկե, եթե դու 5 կորպուսից սարքեցիր 3 կորպուս, արդեն 2 կորպուսը կրճատել ես։ Հիմա եւս 25%-ով բանակը կրճատում ես, որտեվ ժամկետի կրճատումը 25%-ով բերելու է 16%-ով էլ կրճատում ես ռազմական ծախսերը, երբ Ադրբեջանը միայն հայտարարված 3%-ը ավելացնում, իրականում չերևացողով շատ ավելի։ Նայեք, Ադրբեջանի ռազմական ծախսը այս ընթացիկ տարում 4.9 միլիարդ դոլար է։ 4.9 միլիարդ։ Հիմա հաջորդ տարի լինելու է 5.1 միլիարդ, 200 միլիոնով ավելացնում է։ Եվ այդ 5.1-ը շատ մեծ թիվ է, որովհետև մեզ մոտ ընդհանուր ռազմական ծախսերը միլիարդի շուրջ է, այսինքն էլի 5 անգամ ավել է։ Բացի այդ էլ ստեղ նաև գնումների խնդիր է կա, այսինքն Սու-30 ինքնաթիռները մենք առնում ենք, ինչ անենք, հերթական Հնդկաստանից Սու-30 ենք առնում, ռուսական դուրս գրած ինքնաթիռ։ Եվ այնքան բաներ կա, բայց ամենակարևորը, ստեղ միայն 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ զենքի քանակությունը ինչքան էլ շատ լինի, եթե չկա կամք, կազմակերպվածություն, դու պարտվելու ես։ Իսկ մենք չենք տեսնում, օրինակ ես չեմ տեսնում, որ այս իշխանությունը ձգտում ունի, որ եթե հարձակվեն, կարողանա երկրի պաշտպանություն կազմակերպել։ Մոտարապես այսպես է, ինչպես իրենց падգամավորներից մեկը ասեց, դե մենք ասում ենք վերջի տարուկեսի մեջ չենք նկատել Թուրքիայի կողմից որևէ բան Հայաստանի վրա հարձակվելու միտում։ Այսպես մեկ էլ Լիլիթ Մակունցը 44 օրից ուղիղ 1 ամիս առաջ ասում էր, որ Թուրքիան չի մասնակցի Ադրբեջանի կողմից հրահրվելիք Հայաստանի կամ Արցախի դեմ պատերազմին։ Իսկ թուրքական հրահանգիչները Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում գեներալների հաստիքով եւ ուսադիրներով շարունակում են մնալ եւ առայժմ կառավարում։ Ամենաբարձր պաշտոնյաները 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք գեներալներն եղել, որոնց նկարները հետագայում նույն թուրքական թերթերը տպեցին, բարձր կոչումներ ստացան եւ այլն եւ այլն։ Ասում են նույնիսկ գլխավոր շտաբի պետին են մեկուսացրել Սադիկովին եւ իրենք էին փաստացի ղեկավարում գործողությունները։ Այդ ամբողջը իրենցն է, ավելին, իրենք ոչ միայն ղեկավարում են, ինչու՞ թուրքական զորքերի ուղակի ներգրավվածություն ա եղել հատուկ ուժերի 1000-ից 1200 ռոկետ ուժել էլ չեմ ասում սպառնալիքը, որ մեզ վրա իհարկե դա էլ էր, չի ասում F-16 եւ այլն այդ ամբողջը կա, բայց ասածս որն է, իրենք մոտապես այսպես է, դե սիրաշահենք, չտանք առիթ, որ նրանք պատերազմ սանձազերծեն, ամեն ինչ լավ կլինի, եւ իսկ եթե հարց է տալիս, բա որ եթե հանկարծ չստացվի, էլի հարձակվեց, ինչ է կարող, իրանք չգիտեն ինչ պետք է անեն։ Եվ այն բոլոր կեղծիքը, որ դե միևնույնն է թույլ են, գիտեք, պատերազմները այդ ձև չեն ընթանում։ Դու պետք է ունենաս այնպիսի հնարավորություն, որ զգալի վնաս պատճառես եւ այդ վնասի չափը իրեն զսպող լինի, սա մեկ։ Մյուսը ի վերջո, եթե դու դաշնակցային հարաբերություններ ունենաս։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանի 7 տարվա քաղաքականությունը, էլի։ Հիմա գնացլա Մոսկվա եւ Մինսկա խաղեր տալիս։ Այսինքն հատկապես Մինսկը շատ ծիծաղելի է։ Հա, որ ասել ամեն անգամ Լուկաշենկոյի մասին խոսում ու միշտ հայտնվում է նրա հետ կողք կողքի։ Հա։ Տեսեք,
Ինքը եկավ եւ իբր թե պրոարևմտյան ինչ որ բաներ հռետորաբանություն բանած, թե ես միշտ ասեմ որ Նիկոլը պրոռուսական է, որտեվ ինձ համար որպես դիվանագետի կարևորը փաստաթղթերն են։ Ես չեմ տեսել մի փաստաթուղթ, որով ինքը քայլ արած լինի դեպի Եվրոպա, օրինակ եւ Եվրոմիության դեսպանն ասաց, որ Եվրոմիության անդամակցելուն առնվազն դիմում ապետ, դուք էլ չեք արել։ Կամ ինքը դուրս եկավ ռուսական գլխավորած որևէ կառույցից, չի եղել։ Իր այսպես կոչված արևմտամետությունը եղել է մի քանի թերթերին հարցազրույցներ տալը, ինչ որտեղ ռուսներն, բայց հարցը հետեւյալն է։ Եթե ի վերջո պիտի պատտվեիր գայր, դառնայր էլի Մինսկի եւ Մոսկվայի ոտը գնայր, բայց կան տարի ինչեր դու առիթ տալիս, այդ առիթեր ինչ որտեղ պատրվակ էր, որ ոնց ասած Հայաստանին վնասներ տրվեր, չգիտեմ, կորուստներ ունենայինք, ի վերջո էս քո ամբողջ բանը ում հաշվին է իրանում։ Դու ժողովրդի հաշվին խաղացիր արևմտամետություն, հասցրեցիր է ժողովրդին եւ պետությանը հսկայական վնասնել, գոնե հնարավորություն տվեցիր, որ դույն Լուկաշենկոն ասում էր որ Ալիև on полностью наш человек, որտեվ դու հիմար բաներ էիր խոսում, խոսար պետք չէր անեիր։ Ուզում էր որ մենք Եվրոպայի արևմուտքի հետ մոտ անեիր զարգացներ այդ ամբողջը, բայց բացի խոսքից ոչինչ չարեցիր, մեր դեմ տրամադրեցիր այդ ամբողջը, հիմա էլի ստացվեց որ 7 տարի հետո գնացել ես էլի քո ընտրությունների համար, որտեվ ինքը լավ հասկանում է որ ամեն պարագային որտեվ ինքը արևմուտքի չստացավ այդ աջակցությունը, որտեվ արևմուտքն էլ հասկացավ, որ այս մարդը խոսացող է, գործանող չի։ Այսինքն իրան նույն ձևի հարց է իր առջև դրում։ Դե լավ, ինչ ես արել կամ ինչ ես անում։ Եվ չեղավ, բայց այդտեղ ցավալին գիտեք որն է, որ ինքը վարպետորեն կարողացավ ոչ միայն հայ ժողովրդի զգալի մասին խաբել, այլ նաև արևմուտքում խաբել։ Բայց այդ արևմուտքի խաբելն էլ եղավ ոչ թե այն, որ իրանք միամիտ էին, իրանք ուզում էին այդպես ընկալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես մի դիվանագետ Վաշինգտոնում ինձ ասաց, որը հենց այս հարցերի եւ այդ օրերին 18-ին էլ Երևանում է եղել, ասում է, նույն քիչ բացայտ են ասել, այն զեկուցակները որ գալիս էր, այնտեղ տպավորությունը որ Նիկոլ Փաշինյանը Նելսոն Մանդելա եւ Մադր Թերեզայի խառնուրդ է։ Այսինքն այդ պատբանով էլ ինչ որ sense քաղաքական հալացյալ բանտանստել էլա չգիտեմ բարյա հիշում եք որ ասում էր որ վենդետա չի լինի էս ինչ որ բաներ էր խոսում խաղաղություն ձեռքերը վերև բան էսկոմ ենկոմ հիմա տեսնում եք չէ՞ ինչ բռնապետություն է հիմա ով որ կամարցակր ասել Հայաստան ժողովրդավարությունն է դա կամ առնվազն ինքը սրիկա է նման բան պնդելու համար կամ անուղեղ է ինչու որտեվ ես տեսնում եմ համատարած մարդկանց մի հատ Facebook-ում լայքի համար, մի գրության համար, իրենց ազգականներին, բարեկամներին հալածում են դուրս։ Քաղաքական սպանությունների փուլ ենք մենք արդեն հասել ենք ցավոք սրտի դրան ասել։ Ուշագրավ դիտարկում արեցիք արտաքին քաղաքականության մասին, այս վարչախմբի եւ նրա պարագլխի վարած, որը իրենք իհարկե անվանում են շատ ծիծաղելի հավասարակշռման եւ հավասարակշռված քաղաքականություն։ Այնինչ դուք ասում եք, ես էլ տարիներ շարունակ ասում եմ, պարոն Պապյան, որ սրանք արևմտամետության քողի տակ իրականում մեր երկրի կախվածությունը նաև Ռուսաստանից, առաջնահերթորեն Թուրքիայից, բայց նաև Ռուսաստանից ավելի են խորացրել։ Դա եղած է հենց այս ատոմային համաժողովում։ Դա են ցույց տալիս։ Այո, կարծես թե այսպես ասենք անվտանգության առումով իբր որոշակիորեն հեռացել են տեղը ոչինչ չառաջարկելով իդեպ։ Բայց այն ինչ կատարվում է, այն քաղաքականությունը, որը սրանք որդեգրել են Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Պարագլուխն ասում է հապկն սպառնալիք է, ու 3 տարի անց այդ հայտարարությունից շարունակում է մնալ այդ կազմակերպության մեջ։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, եթե երկրի ղեկավարը համարում է սպառնալիք այն կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, ինչի դուրս չի գալիս։ Ուրեմն պիտի դուրս գա, եթե ինքը սպառնալիք կազմակերպության մեջ է։ Գնում է ՇՀԿ-ին մի խոսա, մի ասա։ Այո, եւ կամ էլ եթե ասել ես, հայտարարել ես, արա, գնում ես Շանհայի համագործակցության կազմակերպության անդամության հայտ ես տալիս, Պակիստանն ու Ադրբեջանը բլոկավորում են, որ դու չմտնես։ Միաժամանակ դրանից շաբաթներ կամ ամիսներ առաջ այդ ծիծաղելի օրինագիծն էին ընդունել Եվրաքվեի Հայաստանի Եվրամիության անդամակցության թեմայով հայտ չտալով Եվրամիության անդամության տեխնացու դառնալու, այսինքն սրանից ավելի մեծ աջապսանդալ արտաքին քաղաքականության մեջ ուղղակի չի լինում։ Նայ, իրենք հասկացել են, էլի վերադառնամ անի մտքին, որ ժողովրդի մեծ մասը չի խորանում մանրամասների մեջ, չգիտի շատ բաներ։ Իսկ մեզ էլ թույլ չեն տալի, որ մենք չունենք այդ քարոզչական եւ լուսաբանման հնարավորությունը, ինչ իրանք ունեն, հատկապես ասեմ մարզերում, եւ իրենք ինչ որ բաներ են ասում, որ
Մարդիկ կային հենայինը հավատացած էին, որ ասա Եվրոմիություն ենք մտնում, բաս մենք տեսեք, ինչ որ բան եղավ, ստորագրություններ են հավաքում, այսօր վաղը արդեն բան ասում եմ, լսեք, կարգ է այդպես կամ հապկից 11 անգամ խոսացել է հապկից դուրս գալու մասին, ասում ենք, այդպես դուրս չեն գալի, կարգ կա, դիմում կա, գրում ես 6 ամիս այնտեղ շրջան կա եւ այլն, ամեն ինչ այդպես է լինում, չէ, այս խոսքերի վրա, ես թվում է Նիկոլ Փաշինյանը որպես դեղին մամուլի լրագրող, տիրապետելով խոսքի աճպարարությունը, նաև լավ հասկանալով ժողովրդի մեծ մասի եւ դա իր փորձից է գալիս, այդ աճպարարությանը ենթարկվելու հակվածությունը ինքը էլ օգտագործում է։ Հիմա տեսեք, ինքը ես վստահ եմ կգա Մինսկից Մոսկվայից էլի հեքիաթներ կպատմի, այս արին քիչ մեկ որ Զելենսկին ասում էր թող Զելենսկին գա, ես իրան բացատրեմ թե Պուտինի հետ ոնց լավ հարաբերություններ պետքա զարգացնել։ Արևմտյան մամուլում դա ծաղրի առարկա է։ Իհարկե ծաղրի առարկա է, իհարկե ծաղրի առարկա։ Եվ ինքը այնպիսի բաներ է ասում, որ ծաղրի առարկա է դառնում, լիքը բաներ կա, բա կներեք, ինչ է նշանակում արևմտյան մամուլ գլներ որ բանի վեհապարին պատրաստ է ցույց տալ ես դա Հայաստանի վարչապետը խոստացել է վեհապարին իր պենիսը ցույց տալու։ Հասկանում եք, նման բան ծաղր չի եղել, այսինքն գիտեք, այս մարդը չի հասկանում, որ ինքը այլևս դեղին մամուլի լրագրող չի։ Իր ասած ամեն մի խոսքը տարածվում է, եւ այնտեղ էլ մամուլ կա, գիտեք, որտեղ ամեն օր չի, որ վարչապետները նման հայտարարություններ են անում, իսկույն տարածում են բանը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ կա, ոնց ասած, այնտեղ սպասում են, որ դրա վրա այդ կրակի վրա յուղ լսնեն։ Չի կարելի, մի քիչ պետքա լրջություն ունենալ այս ամբողջի մեջ, հասկանում եք, հատկապես Հայաստանի վիճակ իսկապես ծանր է։ Անվտանգ առաջին արդեն անվտանգության առումով, տնտեսական առումով եւ այլն, ժողովրդագրական առումով, բոլոր առումներով, այսինքն ծանր է Հայաստանի վրա, շատ լուրջ քաղաքականություն է պետք։ Հետո տեսեք հարցը հետեւյալն է, այս նաեւ ժողովրդավարության առումով, որտեւ ինքը սա ներկայացնում էր որպես իր նվաճումներից մեկը, նայեք, ես առնվազն 2007-8 թվականից, երբ որ հեռացա արտգործնախարարությունից, այսպես սկզբից ավելի գիտությամբ է զբաղվում, այսպես մեղմ ընդդիմություն, բայց քննադատող դիրքերից եմ եղել եւ այլն, այսինքն եղել եմ ինչ-որ ընդդիմություն։ Գիտեք, այն ժամանակները շատ սովորական երևույթ էր, որ օրինակ Հայաստան-Սփյուռք քննարկում էր լինում, ասենք հրավիրում էին ոչ միայն ինձ, այլ նաեւ ընդդիմության ներկայացուցիչների, որ մարդիկ ինչ-որ տեսակետ արտահայտեն։ Չգիտեմ, ենթադրենք ինչ-որ հարցեր կապված նույն Ուլսենյան իրավարար վճի կամ չգիտեմ այդ բաներ կա այդ ՆԱՏՕ-ի հետ եւ այլն։ Այսօր չկա այդ նույն բան, ժողովրդավար Հայաստանում ընդդիմությունն ավելի է առհամարված, քան բռնապետական Հայաստանում, այսպես ասած, որտեվ ինչ են արել։ Հիմա իրանք բուծում են մի քանի այսպես ասած ընդդիմության իրանց մարդիկ, ինչպես են բուծած մի քանի ճակերտավոր արևմտամետներ, որոնցով աչք են փակել տալիս արևմուտքին եւ իրանք ամեն ինչ անելու են որ դրանց խցկեն խորհրդարան որպիսի դրանցով արևմուտքին աչքին ցույց տան որ ասեն տեսեք Հայաստանում արևմտամետների ֆրակցիա կա ինչ որ մի խումբ էլ մցնեն ռուսամետների ֆրակցիա բանի տակ իրական բայց դա լինելու է վերահսկվող, այսինքն խմբեր են լինելու, իրենց մարդիկ են լինելու։ Եվ վարչախմբին հենց դա էլ պետք է երկու բևերներին գոհացում տալու համար, իրենց աշխարհակաղակական շահերը սպասարկելու կամ խորհրդանում ներկայացված պահելու համար, իսկ իրականում իրենք շարունակելու են այսպես զիգզագաձև անկանոն բախումներով տարբեր կենտրոններին եւ քծնելով եւ կոշիկները լիզելով բոլոր կենտրոնների բավարարել բացառապես Էրդողանի եւ Ալիևի շահերը, այլ բան չի մնում տակը։ Այո, բայց այստեղ գիտեք վատը որն է եւ վտանգը ինչումն է, էլի, շատ վտանգներ էլ կա։ Եթե մոռանանք արժանապատվություն, մոռանանք հայրենիք, մոռանանք մեր նպատակներ եւ այլն, միևնույնն է, սա երաշխիք չի տալիս, որ օրինակի համար 4 տարի, 5 տարի, 10 տարի ձեր բառերով ասած կոշիկներ լիզելով իրանց բավարարելով իր բառերն է, գիտեմ, որոնք ասում են դիվանագետները կոշիկներ են լիզում, բայց կներեք էլի ամենամեծ կոշիկ լիզողը հիմա տեսնում ենք ես եղել եմ այդ բանակցություններին եւ գիտեմ Հայաստանի դիրքը մենք կարայինք բանակցությունների ժամանակ այդում տարբեր ղեկավար վեր կենանք եւ դուրս գայինք ղեկավարության հրանգով որ չէ, մեզ համար ընդունելի չի եւ մեր հետևից վազում էին հետ էին կանչվել, թող մի հատ նմանքան այդ չի։ Հիմա տեսեք հարցը հետեւյալն է։ Ասենք այս ստորացումներ, կորուստներ, Արցախը հանձնեցին, չգիտեմ 243 կիլոմետր, այս միջանցքը եւ այլն, բայց սա էլ անվտանգությունը չի ապահովում, սա է հարցը։ Այսինքն ժամանակավորապես դեռևս 5-10 տարի խաղաղությունը խաղաղություն չի։
Այսինքն սա չի նշանակում, որ վաղը իրավիճակը, որ մի քիչ փոխվեց եւ հարմար եղավ, նույն Ալիևը չի արձակվելու, սրա մասին է խոսքը։ Օրինակ տեսեք, սովետական օկուպացիայի ժամանակ, երբ որ 20-21 թվականին Կարմիր բանակը եկավ եւ մենք ահագին կորուստներ չունեցանք, մեզ ստիպեցին հրաժարվել Կարսի պայմանագրով եւ Կարսից եւ Ուլսինյան Հայաստանից, Արցախը, Նախիջևանը տվեցին Ղարաբաղ եւ այլ, բայց ամեն պարագային ասացին էս 31000-ը ձեզ, ստեղ որպես վարչական միավոր կապրեք, ձեզ էլ չեն կոտորի, մենք էլ մի քիչ տնտեսապես կօգնենք, կզարգանանք։ Վատեր լավել դնենք մի կողմ, այդ էր իրողությունը, բայց ինչ որ դրա դիմաց հաջորդ ինչ որ մի բան ստացավ։ Հիմա խնդիրը այն է, որ դա էլ չկա։ Այսինքն դու չգիտես, որ էս տվեցիր, էս ամբողջ ստորացումների, այդ կորուստների միջև անցանք, ինչ ալնելու 3 տարի հետո, 5 տարի հետո։ Բանը, հիմա ասում է Թրամփն ասեց կզանգեք տղերքինս, լավ, Թրամփն ասեց մի կողմ դնենք հələ որ անհետեցում, բայց Թրամփը հավերժի։ Թրամփին ժամեր առաջ հարցրին Ալիևի եւ Փաշինյանի մասին, նա նույնիսկ տեղը չբերեց, ասաց ես նման դրվագ չեմ էլ հիշում։ Մարդը գնում է դեմենցիայի, պարզա որ այսինքն Թրամփի WhatsApp-ի համարը անվտանգության մեծագույն երաշխիքն է մեր պետության։ Եթե անգամ լիներ իբր երաշխիք, որ այդպես չի, ի վերջո պետությունը չի կարող 4 տարով գոյատել։ Ի վերջո Թրամփին 3.5 տարի թե 3 տարի ժամանակ է մնում, էլ եթե հունվարից հաշվենք, դեռ 4 տարով է։ Այդպես չի։ Պետությունը տասնամյակների վրա պիտի կառուցի։ Եվ դրա համար առաջին հերթին դու պիտի ունենաս ինչ որ որն է մեր անվտանգային համակարգը, ինչի մեջ ենք մենք, ում հետ ենք, ով է մեր դաշնակիցը, ինչ է։ Մենք օրինակ հանդես ենք եկել, հիմա էլ ենք հանդես գալի, որ նույն Միացյալ Նահանգների հետ պիտի ինստիտուցիոնալ հարաբերություն ունենալ, ոչ թե Թրամփ-մրանք մյուս։ Օրինակ կա կարգավիճակ ՆԱՏՕ-ի ոչ անդամ Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցը, այսինքն non-NATO member, major ally of the United States, որը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներից զենք ստանալու էժան զեղչի գներով եւ այլն։ Այսինքն որովհետեւ մենք հասկանում ենք, որ խաղաղությունը խարսխվում է ռազմա քաղաքական հավասարակշռության վրա։ Ինչ որ կարանք պիտի սա ստեղծենք։ Առաջինը նայինը հերթա։ Մյուսը նա է, որ դու չպետք ոնց որ ասած բան անես, պատրանքների մեջ ընկնես այն հարցով, որ ասենք արդյոք որևէ մեկը մտածում է, որ ինքը կկարողանա Ալիևին բավարարել։ Հիմա իրենց մոտ արդեն խոսակցությունները կա եւ հնչեցվել է օրինակ Ալիևը Խանքենդի իրենց բառով ասած հուլիսի այդ վեհաժողով չէ, ինչ որ ժողովի ժամանակ իսլամական երկրների մարդը խոսած 150 միլիարդ դոլարի հատուցումների մասին, որ Հայաստանի վնասը դա է, իդեպ նաև Մակում ինքը առանց գումարի անուն ասելու դրա մասին եւս նշեց։ Դրա մասին խոսած եւ 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի մասին արևմտյան Ադրբեջան։ Դա խոսքը գնում է պաշտոնական ելույթի ժամանակ, ոչ թե լրագրող, ոչ թե հականերկայացուցիչ, այլ երկրի նախագահի կողմից։ Հետևաբար դա տեսակետ է իրենց։ Եվ այդ ամբողջը կրկնում եմ, օգոստոսի 8-ը չի փոխել, որովհետև դրանց հետո էլ է խոսքը։ Օգոստոսի 8-ը միայն սաստկացրել է այդ վիճակը։ Հիմա հարցը ցանկության դեպքում անգամ կարողա Նիկոլ Փաշինյանը կարողանա բավարարել այդ 150 միլիարդը որտեղից է ճարել։ Ոչ բավարարել, ոչ էլ առավել եւս ծիծաղելի է ինչ, ոչ էլ զսպել Ալիևի ախորժակը, որովհետեւ պատմագիտությանը դուք հատկապես ես էլ որոշակիորեն ծանոթ ենք համաշխարհային պատմության մեջ 5 դարերից սկսած, պարոն Պապյան, ես չեմ հիշում գոնե այդպիսի նախադեպ, որ այսօրվա տերմինաբանությամբ ասած appeasement-ը, այսինքն հակառակորդի բոլոր նախապայմանների բավարարումը զսպի կամ կանխի թշնամու ախորժակը, ճիշտ հակառակը, appeasement-ի հետևանքով դու շատ ավելի մեծ վտանգի ես ենթարկում ինքդ քեզ։ Նայեք, ես ամեն տարի Վաշինգտոն եմ գնում, նաև Բրյուսել, Լոնդոն, տարբեր մայրաքաղաքներ, հիմա էլի պիտի սկսենք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին եւ հանդիպում ենք տարբեր մարդկանց հետ եւ քաղաքական գործիչներ, դիվանագետների եւ այլն, ազնվորեն եմ ասում, ես կոնկրետ Վաշինգտոնի մասին եմ խոսում։ Չեղավ մի պաշտոնյա, սենատոր, կոնգրեսական կամ իրանց այդ chief of staff կամ չգիտեմ դիվանագետ, որ ես հենց հարց եմ տվել, այսինքն դուք ինչ եք կարծում, որ արդյոք հնարավոր է այսպես բավարարել Ալիևին այս բաներով, որտեվ եթե գտնում եք ճիշտը դա է, մի հատ ասեք հասկանանք, միգուցե Նիկոլը ճիշտ է անում, մենք ենք սխալ որ ասում։ Չի եղել մեկը, որ ասած լինի, գիտեք, հնարավոր է զիջելով հասնել խաղաղության։ Իրենք սա լավ են հասկանում, որովհետև նայեք, պատմականորեն այդպես չի եղել, բացի այդ արդեն
հերթի մեջ պահանջների մի մեծ շարք կա։ Ես երկուսը նշեցի, բայց 12-ն էլ հերթի մեջ են։ Ես հիշեցնեմ ձեզ, որ բանակցությունները, երբ որ սկսեցին այսպես կոչված հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման 4 թե 5 կետի շուրջ է։ 5 կետ։ 5 կետ էր։ Էդմոն Մարուքյանից մենք իմացանք իդեպ Հետո դարավ 17 կետ 5-ը։ Հիմա այդ 17-ին, տեսեք իրենք ինչ են ասում։ Ասում են այդ 17 կետին չի ավելանալու, դա որ արդեն դնախ, բայց մենք ունենք լրացուցիչ նախապայմաններ, այսինքն որ այդ 17-ի տակ դնենք մեր ստորագրությունը։ Ու կարևորագույնն էլ Հայաստանի նոր սահմանադրության այսպես կոչված ընդունումն է, որի մեջ հեղում անկախության հռչակագրին չի լինելու, այսինքն Հայաստանի Հանրապետության փաստացի կազմալուծումը, որովհետև քո պետության հիմնադիր փաստաթղթով, փաստաթուղթը դու առ ոչինչ ես ճանաչում, ինչը փորձեց անել սահմանադրական դատարանը անցած տարի։ Դե եւ միայն այդ փոփոխությունները չի, մենք գիտենք, չէ, պահանջներ ֆինանսական, այսպես ասած նյութական։ Հիմա տեսեք, այս վերջի ելույթներից իրենք սկսել են այն բանը խորհրդարանում հնչեցնել, որ Հայաստանում 300 մզկիթ է Հայաստանը հավիրել եւ պիտի վերականգնի այդ 300 մզկիթը։ Դուք պատկերացնում եք ինչ պահանջա դրած։ Նախ իսկ Ալիևը պաշտոնապես մակում ասեց, որ Հայաստանը ոչ թե Ղարաբաղի իշխանությունը, ոչ թե հայերը, Հայաստանը Ղարաբաղում ավիրել է 65 մզկիթ։ Որ դրանով այդ բոլոր 57 իսլամական երկրներին դեհանեց մեր դեմ, երկրորդը սուտ է։ Այնտեղ մի քանի մզկիթ ա եղել, որոնցից մեկը Ռուբեն Վարդանյանը $1.5 միլիոն ծախսելով նորոգեց։ Այո, մզկիթներ եղել են, որոնք ժամանակին քանդվել են։ Դա սովետական իշխանության տարիների մասին է, մի քանի մզկիթի մասին է խոսքը, ինչպես քանդվել են հայկական եկեղեցիներ։ Եվ շատ ավելի եկեղեցիներ են քանդվել, այո, ինչպես Երևանում։ Այսինքն եկեղեցիներն են քանդվել, ռուսական եկեղեցին է քանդվել, մզկիթել է քանդվել, իսկ հոգևորականներ են սպանվել։ Հա, այդ առավել եւս մզկիթների մեծ մասը Հայաստանում արդեն կիսավեր վիճակի մեջ էին բանի ժամանակ, երբ որ սովետական իշխանությունը հաստատեց, միակ քիչ թե շատ կանգուն է կապույտ մզկիթներ, որն էլ առ այսօր կանգուն է։ Հա, Եղիշե Չարենցի շնորհիվ առ այսօր կանգուն է։ Եվ որևէ կապ չունի ադրբեջանցիների հետ, դա էլ ասենք։ Իհարկե կապ չունի, այն մզկիթներն էլ կապ չունեին։ Այսինքն իրենց ամբողջ տրամաբանությունը անհեթեթ է, ասել որ քանի որ եղել է Երևանի խանություն կամ Ղարաբաղի խանություն, ուրեմն դա եղել է Ադրբեջանի մաս։ Ինչի Ադրբեջանի մաս եղել։ Չէ՞, այդ որ բառը խանություն է, իդեպ ասեմ, ես այդ փաստաթղթերն էլ հրապարակել եմ, երբ որ Թուրքմենչայի պայմանագրով Երևանի խանությունը միացվեց եւ Նախիջևանի խանությունը միացվեց Ռուսաստանին, ռուսական ցարը մանիֆեստ հրապարակեց, որտեղ ասվում է «На древней территории Армении» ստեղծել այդ Արմյանսկ օբլաստ եւ այլն, եւ երբ որ դուք նայում եք այն զինանշանը, որը պաշտոնապես ընդունեց Երևանի օբլաստի նահանգի, որը, չէ, Երևանի չէ, Հայաստանի է, հայկական մարզ, հետո նոր Երևանի նահանգ։ Հա, սկզբից ինքը 28-ից 40 թվական 12 տարի եղել է հայկական մարզ, այո։ Հենց դա ինչու հայկական կոչվեց։ Արմյանսկ օբլաստ էր, հետո նոր Երևանսկ այո, կոչվեց, ինքը ասում են на территории древней Армении, եւ որպես այդ զինանշանի մաս վերևի մասը իհարկե ռուսական թաղն էր, բայց այդ Վահանի վրա պատկերված է կենտրոնում Արարատ լեռը, տեղից է գալի մեր այդ բանը։ Այդ Փաշինյանի հանկարծ չասեք, Փաշինյանի ականջով չընկնի, որտեղ նա Արարատը Նոյան տապանը, հետո հետաքրքիր է, ձախ կողմում Էջմիածինն է, որպես հոգևոր իշխանության նշան, աջ կողմում Տիգրան Մեծի թագը։ Այդ ցարական Ռուսաստանն է դրել այդ հալածական, իմպերիալիստական եւ այլն, բայց իրենք հասկանում են, որ այսինքն իրենք ընդունել են, որ այդ հողը ունեցի հոգևոր արժեք եւ աշխարհիկ եւ մեջտեղն էլ եմ կրկնում Արարատ լեռը Նոյան տապանով։ Էս էլի պատասխան են թուրքերի, որ ասում են, չէ, չգիտես ինչ է, ամբողջ, եթե սա ադրբեջանական հող էր, հենա, եւ շատ հետաքրքիր է, որ երբ որ հարավային Կովկասը ռուսները գրավեցին կամ ազատագրեցին, ով ինչպես կուզեի ասել, գրավեցին ավելի ճիշտ է, իրենք ստեղծեց Իմերեցկայա օբլաստ, որտեղ գրուզին չկար, այդ գրուզինն էլ հետագա, այսինքն բանը, այնտեղ տարբեր վրացական բաներ էին, իշխանություններն էին, քարտվելներն էին, այդ Իմերեցկայա օբլաստ եւ Արմյանսկը։ Իսկ այս մասը այնտեղ արդեն ըստ աշխարհագրական էր Բաքու, բան եւ այլն, որտեվ
Դա թող եթե ադրբեջանցի կար, թող մի հատ էլ ստեղծեին ադրբեջանսկո։ Այո, ոչ թե Ելիզավետ-Պոլի, այլ օրինակ ադրբեջանական։ Ինչպես գոնե Հայաստանը 12 տարի հայկականը գոյություն ունեցել եւ կրկնում եմ, զինանշանը արտահայտել է այդ էությունը։ Այն բոլոր սիմվոլները թվարկեցիք, Էջմիածին, Արարատ լեռը, Նոյան Տապանով եւ Տիգրան Մեծիթագը, որոնք Փաշինյանը ատում է եւ պայքարում է հենց այդ սիմվոլների դեմ։ Ես շատ շնորհակալ եմ այս սպառիչ ու կարևոր բարձաբանումների զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺԲ խորհրդի անդամ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ սա ուրախնդիրն էր 168 TV-ի եթերում կհանդիպենք վաղը։